Բարև ձեզ Civic-ի եթերում այսօր զրուցելու ենք քաղաքացիական պայմանագիր խմբակցության ավագանու Երևանի ավագանու անդամ Նատալի Սինորյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Սինորյան, շնորհակալ եմ որ եկաք։ Տիկին Սինորյան, ինչպես գիտենք, Երևանի տոնը անցավ արդեն, ինչով այն տարբերվեց նախորդներից, ինչպես գնահատեք ընդհանրապես կազմակերպված միջոցառումները։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավերի համար, եւս մեկ անգամ ցանկանում եմ մեր համակարգացիներին, մեր հայրենակիցներին եւ քաղաքի հյուրերին շնորհավորել Երևանի Երևան տոնակատարության արդիվ, որտեղ դա Երևանը մեր բոլորիս մայրաքաղաքն է։ Այս տարվա միջոցառումները ապակենտրոնացված էին Երևան քաղաքի կենտրոնի տարբեր հատվածներում ունեինք դասական համերգ, ռոք համերգ եւ ջազ համերգներ եւ արդեն ամսի 12-ին 3 երեկոյան գալա համերգներ 21:00-ին, որտեղ որ մեր հայրենակիցները շատ ուրախացան, թաթան էր երգում եւ արդեն եզրափակվեց համերգը մեծ լիավարությամբ։ Ես ինքս այդ միջոցառմանը մասնակցում էի եւ այն տրամադրությունը, որը տեսնում էի Հանրապետության հրապարակում, շատ վարակիչ էր։ Մարդիկ իրապես շատ ուրախ էին եւ քաղաքն շատ գեղեցիկ գույներով էր։ Մենք շատ վաղուց նման ֆորմատի միջոցառում Երևանի կենտրոնում չէինք ունեցել։ Տիկին Սինորյան, դուք հրապարակում եք եղել Թաթայի համերգի ժամանակ, տեխնիկական խնդիրներ նկատել եք։ Ես եղել եմ հենց 3 երեկոյան համերգի ընթացքում, որոշակի խնդիրներ նկատել եմ, բայց դրա մասին ավելի մանրամասն արդեն համապատասխան ոլորտը համակարգողները կխոսեն, բայց ես կարծում եմ, որ զուտ եղանակային պայմաններից ելնելով ինչ-որ խնդիրներ եղել։ Որովհետև ասում էին ձայնը լավ չի լսվում, պետք է միջոցառման կազմակերպիչների պատասխանատվության ենթարկվեն, եթե, չգիտեմ, գնման գործընթաց է տեղի ունեցել, որ կազմակերպությունը որ կատարել այդ աշխատանքները պետք է ինչ-որ պատժի ենթարկվի եւ այլն։ Տեսեք, ինքը այնպիսի միջոցառում է, որ ձայնը գրեթե լսել էր ամբողջ հրապարակում եւ ես այդպես է որ չեմ համաձայնվի այդ տեսակետի հետ, սակայն ավելի մանրամասն հենց ոլորտի պատասխանատուները արդեն ավելի մանրամասն կասեն, եւ ասու չեմ գնահատական տալու այդ մասով, քանի որ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում կլինի։ Ընդհանուր առմամբ լավ եք։ Այո, իհարկե, մարդկանց տրամադրությունը հրաշալի էր, շատ վարակիչ մթնոլորտ էր, ուղղակի Հանրապետության հրապարակում մարդիկ պարում եւ ուրախանում էին եւ իրապես դա շատ կարեւոր միջոցառում էր մեր քաղաքի համար։ Ես նկատեցի, որ նաեւ վերջում, երբ մարդիկ հեռանում էին, երիտասարդները երգելով, պարելով, ուրախանալով հեռանում էին հրապարակից տարբեր ուղղություններով եւ տեսանք, որ Գյումրու տոնօրինակ քաղաքականացվել էր, մարդիկ նշում էին, որ այ մեր ձևով շարժման կողմնակիցներն էին, քանի որ այսօր ճիշտ մասնակիցներն էին կազմակերպել այդ տոնակատարությունները Գյումրու, ասում էին, ահա, այսքան սատարում ունի ու մեր ձևովը կարող ենք արձանագրել, որ Երևանում էլ հետեւաբար այսքան աջակից ունի քաղաքացիական պայմանագիրը։ Տեսեք, միջոցառում է կազմակերպվել մեր բնակիչների եւ հյուրերի համար եւ պետք չի նման միջոցառումները քաղաքականացնել Երևանի տոնն էր եւ մենք նշում ենք Երևանի տոնը բոլորովս եւ իշխանություն դեմություն չկա այդտեղ բնականաբար այնտեղ ես մարդկանց տեսա ովքեր որ իշխանական հայացքներ ունեն եւ մարդկանց տեսա ովքեր որ անդիմադիր հայացքներ ունեն դա Երևանի տոնն է եւ պետք է գործընկերներ ավագանու անդամներ անդիմադիր կային մասնակցում էին ճիշտ ասած իրենց աչքովս չեն ընկել չեմ տեսել իրենց Շատ լավ անդրադառնանք Երևանի խնդիրներին, ինչպես գիտենք, այդ օրը դրանից նախորդ օրը աղբավայրն էր հրդեհվել, նշվում է, որ անգամ դա հնարավոր է որ միտումնավորված լինի, ինչ ինֆորմացիա ունեք այս մասով եւ ընդհանրապես աղբավայրի խնդիրը ինչպես պետք է լուծվի, որովհետեւ դա Երևանի հիմնական եւ չլուծվող տարիներ շարունակ չլուծվող խնդիրներից մեկն է։ Տեսեք, աղբավայրի խնդիրը մեր նախընտրական ծրագրի մեջ հստակ ֆիքսված է եղել եւ քաղաքապետը հենց այդ օրը այցելել էր աղբավայր եւ արդեն երեկոյան մամուլի հաղորդագրություններ ներկայացրել, որ կասկածելի իրավիճակ է եւ ԱԱԾ-պետին եւ ներքին գործերի նախարարի հետ արդեն խոսել է եւ համապատասխան վարույթներ քննություն սկսված է թե ինչպես է ստացվել, որ տնական միջոցառումներից մեկ օր առաջ գիշերով նման մեծ քանակությամբ խոշորամասշտաբ հրդեհ է բռնկվում, ինչի հետ է պայմանավորված եւ եկեք շղթայական կապենք անմիջապես դրանից հետո on-demand ներկայացուցիչները սկսեցին պատտել այն թեզը, որ պետք է բոլոր միջոցառումները չեղարկել, քանի որ օդի աղտոտվածության մակարդակը շատ բարձր է։ Այն դեպքում, երբ որ արդեն Երևանի քաղաքապետարանը պաշտոնական թվեր էր շաբաթ օրը ֆիքսում եւ արձանագրում, որ աշխատանքներ են կատարվում հրդեհամարման եւ մեծ քանակությամբ հող է այնտեղ տեղափոխվում, որպեսզի ամբողջը ծածկվի եւ մարվի։ Եվ արդեն մենք Կիրակի շաբաթ գիշերը արդեն ունենք ավելի լավ պատկեր եւ արդեն 3 համերգի եւ ամբողջ օրվա ընթացքում Երևանի օդը բավականին մաքուր էր եւ մենք կարող ենք շղթայական կապել, թե ինչի համար է ամեն ինչ այդ այսպես կոչված
շղթան ինչի համար է ստեղծված։ Իրավապահներին հաղորդումը տրված է արդեն իրենց ներքո է ամբողջ քննությունը համապատասխան ընթացքի մասին այդ կառույցները արդեն տեղեկատվություն կտան։ Նշեմ նաև այն հանգամանքը, որ քաղաքապետի հանձնարարությամբ համապատասխան ստորաբաժանումները մինչև տարվա ավարտ նոր աղբավայրի կառուցման վերաբերյալ մրցույթի փաթեթը պետք է դնեն մրցույթային փուլի եւ արդեն հաղթող կազմակերպությունը պետք է զբաղվի վերոնշյալ հարցով եւ շատ արագ տեմպերով տվյալ հարցը լուծենք, որովհետեւ մեզ համար առանցքային կարեւոր է Նուբարաշանի աղբավայրի հարցը։ Այո, որովհետեւ ոչ միայն այս մեծամասշտաբ հրդեհների դեպքում, բայց աղբավայրում պարբերաբար են հրդեհները, թեպուզ փոքր ավելի մասշտաբներով, բայց հարակից ապրողների համար դա խնդիր է ու խնդիր է նաեւ Երևանի էկոլոգիայի համար։ Ինչ է նախատեսվում, այսինքն նոր աղբավայր պետք է լինի, թե վերամշակման գործարան ինչ է նախատեսվում։ Տեսեք, դրա վերաբերյալ ավելի մանրամասն մեր գործադիր իշխանության ներկայացուցիչները համապատասխան եւ մրցույթը կայանա եւ համապատասխան իրավական գործընթացը լինի, իրենք ավելի պաշտոնական եւ մանրամասն կներկայացնեն ինչ ենք մենք նախատեսում, բայց այն փաստը, որ մենք նախատեսում ենք Նուբարաշանի աղբավայրի հարցի վերջնական փակում, դա հստակ ֆիքսված է եւ մեր նախընտրական ծրագրի մեջ է դա ամրագրված։ Իրական երբ մենք հանդիպում ենք քաղաքացիների հետ, հատկապես Նուբարաշան համայնքի եւ Էրեբունի վարչական շրջանի մեջ բնակիչները շատ են այո, քանի որ հենց իրենց համայնքում է դա գտնվում, իրենց համար դա լուրջ խնդիր է էկոլոգիայի տեսանկյունից, մենք էլ մեր հերթին որպես ավականու անդամներ տվյալ հարցը միշտ օրակարգում պահում ենք եւ արդեն քաղաքապետը իր հանձնարարականները տվել է համապատասխան ստորաբաժանումներին։ Գումար կա Տիկին Շինորյան, թե պետք է ընթացքում հայտարարել։ Ֆինանսական միջոցներ բնականաբար հատկացվելու են եւ արդեն մնացած թե իրավական եւ թե ֆինանսական կտորների մասին մեր համապատասխան ոլորտը համակարգող փոխքաղաքապետը եւ քաղաքապետը արդեն ավելի մանրամասն կներկայացնեն հանրությանը։ Շատ լավ, անդրադառնանք նաև տրանսպորտին, որը Երևանի հիմնական խնդիրներից երկրորդն է, չնայած բարեփոխումներ տեղի ունեցան, գազելներից ազատվեց քաղաքը, սակայն դեռևս ավտոբուսներից մարդիկ չնայած մեծամասամբ կոհեն, բայց ուշուշ են գալիս, ավելի շատ մարդ են տեղափոխում, քան նախատեսված է, որոնք խցկված են գնում։ Ինչ ունենք այստեղ, երբ կարողանանք ասել, որ բարեփոխումների մեծ մասը արդեն արել ենք ու մարդիկ անմիջական չեն զգա խնդիրները։ Տեսեք, ես ինքս անձամբ հանրային տրանսպորտի ծրական կտրվածքով օգտվում եմ առնվազն մեկ անգամ եւ ինքս բոլոր խնդիրներից տրանսպորտի տեղյակ եմ, թե մարդկանց թե դժգոհությունների եւ թե գոհունակության մասին շատ լավ տեղյակ եմ։ Դա վերաբերյալ մենք առաջիկայում մինչեւ մարտ ամիս ունենալու ենք 24 նոր տրոլեյբուսներ, որոնք արդեն գնման փուլը ավարտին է մոտենում եւ արդեն մարտ ամսին 26 թվականի իրենք կլինեն Երևանի փողոցներում եւ կսպասարկեն մեր հայրենակիցներին։ Նաեւ նախատեսվում են էլեկտրոավտոբուսների գնում, որը որ էլի գնման գործընթացի եւ այդ ամբողջ փաստաթղթավորման մեջ է, եւ առաջիկայում դա իրենք կլինեն եւ հարցը կլուծվի։ Ժամկետներ կան ավտոբուսների մասով։ Ավտոբուսների մասով ժամկետներ ես չեմ կարող այս պահին ասել, քանի որ իրավական գործընթացի մեջ է պետք է մրցույթ հայտարարվի եւ մնացած բավականին բարդ փուլ է, քանի որ մեծականակ ավտոբուսների մասին է խոսքը։ Խոսքը 12 մետրանոց ավտոբուսների մասին։ Այո, տվյալ ավտոբուսների մասին է խոսքը գնում եւ դրա մասին էլ ավելի մանրամասն արդեն որ ունենանք փաստաթղթավորված, արդեն հանրությունը դրա մասին կիմանա։ Եվ սակայն կարող եմ մի կարևոր բան ասել, որ մեր հայրենակիցները գոհ են առավելապես այն համատեքստում, որ իրենք ազատվել են գազելներից եւ շատ վատ որակի ավտոբուսներից եւ այժմ Երևան համայնքում երթևեկում են օթորակիչով ավտոբուսներով եւ նշեմ նաեւ, որ մենք արտոնության փաթեթներ ենք սահմանել տարբեր խոցելի խմբերի համար եւ այդ արտոնության փաթեթներով նրանք երթևեկում են։ Մի քանի սողակի նշեմ, որ մինչեւ օրս մենք չենք ունեցել։ Առաջինը դա Ծնողական խնամքից զրկված ուսանողները եւ դպրոցականները անկախ իրենց գրանցման հասցեից կարևոր փաստ այն է, որ Երևան համայնքում իրենք երթևեկեն, իրենք ամբողջությամբ երթևեկում են անվճար։ Նման կետ մենք չենք ունեցել եւ մեր ավականու որոշմամբ է տվյալ հարցը լուծվել։ Հաջորդը այն է, որ Ղարաբաղյան ամբողջ հակամարտության ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքի անդամները եւս երթևեկում են անվճար եւ իրենց բոլորի տվյալները մեզ մոտ արկա է եւ համապատասխան փաթեթները արդեն ակտիվացված են եւ արտոնության փաթեթների շարքը շատ մեծ է Երևան.am կայքում մանրամասն նշված են թե որ արտոնյալ խմբերն են ներառված այդ ցանկի մեջ Այսինքն տրոլեյբուսների եւ էլեկտրական ավտոբուսների ներմուծմամբ արդեն տրանսպորտի բարեփոխումների հարցը
կվերջնականանա, ճիշտ է։ Բնականաբար, ունեք, տեսեք մի կարևոր հանգամանքի վրա եմ ուզում ուշադրություն դարձնել, մենք պարբերաբար մոնիթորինգ ենք անում ավտոբուսային այսպես կոչված գծերը, եւ ուշադրություն ենք դարձնում, որ գծերն են ավելի գեջ ծանրաբեռնված եւ փոփոխություններ են կատարում քանակի հետ կապված եւ այդ մոնիթորինգը մշտապես է տեղի ունենում եւ մեր համապատասխան վարչությունները դրանով մշտապես զբաղվում են։ Երևանի տրանսպորտի անբաժան մասերից մեկը մետրոն է, որտեղ եւս խնդիրներ կան այն իմաստով, որ եթե նախկինում կարծես թե շարժակազմը բավարարում էր, խցկված չէին երթևեկում, հիմա դա էլ է քչություն անում, ինչն է խնդիրը, շարժակազմ չկա թե։ Տեսեք, օրեր առաջ ես զրուցում էի մետրոպոլիտենի տնօրենի հետ եւ տվյալ հարցով էլի են քաղաքացիները ինձ դիմել։ Հետևյալն է, մենք ունենք շարժակազմի խնդիր, որի վերաբերյալ մրցույթ է առաջիկայում հայտարարվելու եւ կառավարության մեր գործընկերներին են դիմելու, որպեսզի համապատասխան միջոցները տրամադրվեն։ Շարժակազմ ձեռք բերելու։ Այո։ Եվ տվյալ հարցը դրանով կլուծվի, քանի որ մենք ունեցել ենք Երևան համայնքում մարդկանց քանակի աճ, դա է պատճառը, որ շարժակազմը շատ հաճախ չի հերիքում եւ որոշակի պիկ ժամերի ծերացած տարբերակով խցկված են երթևեկում քաղաքացիները։ Նոր կայանների մասով ինչ ունենք։ Տեսեք, մեր նախագիծը Աջափնյակի կայարանի վերաբերյալ փորձաքննության փուլը ամբողջությամբ անցել է եւ առաջիկայում արդեն կդեպի մրցութային փուլի եւ համապատասխան կազմակերպությունը, որ կշահի, արդեն կսկսեն աշխատանքները, սակայն ժամկետների վերաբերյալ մեր գործադիր իշխանության ներկայացուցիչները ավելի մանրամասն կասեն, քանի որ որոշակի այդ ընթացակարգեր կան։ Տեղավորվեն խոստացված ժամկետում, որովհետեւ ժամկետները են խոստացվել կարծես 4 տարի։ Կարծում եմ կտեղավորվեն, մենք ամենը անում ենք, որ 2023 թվականին մեր ստացած մանդատը, որ ստացել ենք ու տվել ենք նախընտրական ծրագիր, այդ ամբողջ նախընտրական ծրագիրը մինչև մեր մանդատի լիազորությունների ավարտը իրագործենք։ Ձեր կարգախոսը ասենք կանեմներ, հիմա քաղաքացիները շատ բան ասում են, ինչպես եք լսում, ինչպես եք անում։ Տեսեք, մեր ավականու անդամները մշտապես ունենում են հանդիպումներ քաղաքացիների հետ, այսինքն մշտապես քաղաքացիների հետ կապի մեջ են տետատետ սկզբունքով, ես ինքս քաղաքացիների հետ ամիսը 1 կամ 2 ամիսը 1 հանդիպումներ եմ ունենում քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակում կամ վարչական ղեկավարի գրասենյակներում եւ մանրամասն ուսումնասիրում եմ իրենց հարցերը եւ վերահասցրավորում եմ ըստ անհրաժեշտության։ Նաեւ մենք ունենք կայք, այսինքն հավելված ակտիվ քաղաքացի, որտեղ որ քաղաքացին անմիջապես խնդիր է տեղում նկարում ձևակերպում ուղարկում է Երևանի քաղաքապետարան, այնտեղից անմիջապես ծեր ժամկետներում իրեն արձագանքում եւ պատասխանում են այն հարցերը, որ մեր լիազորությունների ներքո են, գրեթե բոլորը լուծվում են։ Ուղղակի պետք է մի այսպիսի հանգամանքի վրա ուշադրություն դարձնել, որ որոշակի հարցեր են լինում, որոնք որ մեր ենթակայության տակ չգտնվող հարցեր են։ Եվ այդ սկզբունքով կարող է մի փոքր ձգձգվի վերոնշյալ հարցը։ Ամեն դեպքում մենք մեր նախընտրական կարգախոսից երբևիցե չենք շեղվել եւ այն քաղաքացիները, ովքեր որ մեզ դիմում են, մեր լիազորությունների եւ ֆինանսական միջոցների դեմաբանության ներքո այդտեղյալ հարցերը, որոնք որ օրենսդրությամբ էլ հնարավոր է լինում լուծել, լուծում են։ Բնականաբար հարցեր են լինում, որ օրենսդրությունից դուրս է լինում եւ քաղաքացիներին շատ դժվար է դա։ Չի ուզում թե ինքնը թե չէ։ Քաղաքացիներին մի փոքր դժվար է լինում բացատրել, որ դա օրինակ օրենսդրությունից դուրս է եւ զուտ կամ մեր տիրույթում չի։ Այո, մեր տիրույթում չգտնվող հարց է, տենց մի փոքր դժվար է լինում տվյալ հարցը բացատրել։ Սակայն այն հարցերը, որոնք վերաբերում են կոմունալ տնտեսությանը եւ այլ ոլորտներին, մեր ավականու անդամները ակտիվ հանդիպումների ընթացքում ուսումնասիրում են եւ արդեն համապատասխան լուծումներ ստանում են։ Արտոնվազն քաղաքացիական պայմանագիր խմբակցության ավականու անդամները հողի վրա գիտեն քաղաքացիների խնդիրները։ Տիկին Սինոյան խմբակցության մյուս ներողություն ավականու մյուս խմբակցությունների հետ աշխատանքի ինչպես է տեղ ունենում, որովհետեւ գիտենք, որ ձեր խմբակցությունում անգամ մեկ օկուպացիա հնարավոր որ բան փոխի, որովհետև որոշումները կայացվում են ավականու կողմից, մեծամասնության կողմից, դուք խմբակցությունում, այսինքն դուք ավականիում ունեք կոալիցիա ստեղծության, եթե խորանանք, ինչպես է աշխատանքը տեղ ունենում, շատ են լինում դեպքեր, երբ խնդիրը ուղղակի քաղաքականացվում է եւ այդ դրա բերումով չի լուծվում կամ դժվարությամբ է առաջ գնում։ Կոալիցիոն գործընկերների հետ մենք ակտիվ աշխատում ենք եւ այս ընթացքում ես չեմ մտաբերում ինչ-որ խնդիր, որտեղ մենք ունենանք քվորման կամ ինչ-որ հարց, որ այդ սկզբունքով չլուծի, խմբակցության ղեկավարը այսինքն բոլոր պարտաճանաչ ներկայանում են աշխատում։ Բնականաբար, այո։
Մեր բոլոր գործընկերները Բաղդաջանաշնորհի կանում են նիստերին, հանձնաժողովի նիստերին եւ քննարկումներին, այսինքն խմբակցությունը ակտիվ աշխատում է։ Իսկ ընդդիմադիր խմբակցությունների հետ աշխատանքը ինչպես է կատարվում։ Նորմալ կարողանում եք լեզու գտնել աշխատել իրար հետ։ Իրականում ես ընդդիմադիր գործընկերների հետ չեմ աշխատում, այսինքն այդպես կարող եմ ասել։ Հանձնաժողովներում չեք աշխատում։ Հանձնաժողովներում զուտ են գալիս են հանձնաժողովների նիստեն եւ իրենց քվեարկությամբ են ներկայացնում իրենց դիրքորոշումը, այդ թեմաբանությամբ է գնում աշխատանքը։ Հաճախ են տարբեր կարծիքներին, տարբեր քվեարկություններ նաև։ Նու մեջ հանձնաժողովում գրեթե բոլոր նախագծերին, եթե ես չեմ սխալվում, իրենք դեմ կամ ձեռնպահ են քվեարկում։ Մեր հանձնաժողովը քաղաքաշինության եւ հողօգտագործման հանձնաժողովն է։ Կդժվարանամ մտաբերել հստակ թվերով, բայց գերակշիռ մեծամասնությամբ կամ դեմ են քվեարկում կամ ձեռնպահ։ Ինչպես են դա արգումենտավորում, որ վատ որոշում է, թե որ դուք ԿՊՆ բերել, դրա համար չեն քվեարկում։ Նույն ձևակերպումները տարբեր են։ Իրենց տեսակետից իրենք տարբեր ձևակերպումներ են տալիս, նույն շմակ փորձաքննության տարբեր հարցեր են լինում, առանց հարցերի մեջ մանրամասն ուսումնասիրելու զուտ օղակի կանոնողակի դեմ քվեարկեն կամ ձեռնպահ քվեարկեն։ Իրենց դիրքորոշումը թե ինչու են իրանք տենց քվեարկում, իրանք շատ հաճախ չեն բացատրում ու դա իրենց իրավունքն է մեծ հաշվով։ Բայց քաղաքացիների տեղակ են, որ օրինակ X խնդիրը ցանկանում էինք լուծել, բայց ընդդիմությունը բնականաբար եղել են տենց հարցեր, որ ուղղակի ինչ են ասում, իրանք անիմաստ տեղը դեմ են քվեարկել։ Այո, զուտ դեմ են քվեարկել դեմ քվեարկելու համար։ Եվ առաջիկայում ինչ սպասենք Երևանում, ինչ աշխատանքներ կամ ինչ գլոբալ փոփոխություններ են սպասվում, կան այդպիսիք։ Դա արդեն նշեցի, որ մեր 24 ավտոբուսները շուտով կլինեն Երևանում եւ քաղաքապետն է նախորդ շաբաթ իր վիդեո ուղերձի ընթացքում նշեց, որ մինչեւ տարվա ավարտ մենք կունենանք 40 կանգառներ, որտեղ որ հստակ նշված կլինեն չվացուցակները ու քաղաքացիները այդպես կարող են տեղեկանալ, թե որ ավտոբուսը որ ժամին է լինելու, իսկ մինչև կարող են Yandex հավելվածով տեսնել, թե որ ավտոբուսը երբ կժամանի։ Բնականաբար կատարվում են թե շինարարական աշխատանքներ, մինչև տարվա ավարտ մենք ունենալու ենք էլի մանկապարտեզների բացում։ Ուզում ցանկանում նշել, որ 2020-ից 25 այդ 5 տարիների ընթացքում մենք Երևան համայնքում ունեցել ենք շուրջ, եթե չեմ սխալվում, 36 մանկապարտեզի հիմնանորոգում եւ բացում, 3-ը 2025-ին արդեն շահագործման են եւ 3-ն է մինչեւ տարվա ավարտ կունենանք։ Այսինքն դեսես մենք այնտեղ հարցեր կան վերջնականացնելու, արդեն մինչեւ տարվա ավարտ կհանձնվեն շահագործման։ Դպրոցների մասով ինչ ունենք։ Դպրոցների շինարարությունը Երևանի քաղաքապետարանը չի կատարում, դա կատարում ԿԳՄՍ-ի տիրույթում։ Այո, ԿԳՄՍ-ի եւ համապատասխան գլխադասային կառույցների։ Այո։ Շնորհակալ եմ Տիկին Սինոյան։ Ես եմ շնորհակալ։ CVKM-ի եթերում զրուցեցինք Ավագանու քաղաքացիական պայմանագրի խմբակցության անդամ Նատալի Սինոյանի հետ, ցտեսություն կհանդիպենք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել CVKM-ի YouTube-յան էջին։